Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է սեպտեմբերի 30-ի համար, ամսվա վերջին օրվա համար իհարկե, օրը չորեքշաբթի է և տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին և քանի որ հարգելի առնետներ, ես ձեզ համար արդեն եւս մեկ անգամ գցել էի, դրա համար ես նույն քարտերը կտաղադրեմ, ինչպես որ գցել էի, այդ չեմ խառնում, որովհետև ես ձեզ համար արդեն գցել էի սա։ Բավականին առույգ կլինեք այդ օրը, նորություն կլսեք, ճանապարհներին շատ կլինեք, ոգևորված կլինեք ինչ-որ գործեր անել, ավարտելու համար, նաև հյուրեր կընդունեք, դուք կարող եք հյուր գնալ, ինչ-որ բաներ պատվիրել բերեն ձեր տուն, անցյալի մասին կխորանաք, անցյալը կհիշեք, ինչ-որ հարցեր կարող են տանջել անցյալից, որի մասին կարող եք մտածել, կամ ինչ-որ բաներ, որը անցյալում եք արել, հիմա էլ կարող եք որոշել դրանով զբաղվել, հիմա էլ որոշել, այդ նույնը անել։ Անցյալից մարդիկ կան, ինչ-որ մեկին տեսնեք ում հետ աշխատել եք, նմանատիպ ոչինչ հարցեր։ Եվ որևիցե ինչ-որ իմաստ կմտնի ձեր կյանք, կամ կարող եք վերհիշել անցյալը, որ ինչպես է եղել եւ հիմա ինչպես է այն եւ կարող եք վերաիմաստավորել ձեր կյանքը, թե ինչպեսին է հիմա նա, արդյոք անցյալի նույն սխալներն է կամ անցյալով եք ապրում, թե ոնց է, ինչ-որ պահեր կան, որոնք որ այդպես ձեզ կարող են հիշեցնել կամ դուք վերհիշեք ձեր անցյալի մասին եւ նոր իմաստ ստանալ ձեր կյանքը, նոր ձևով նայեք կյանքին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, եզերին, ուրիշ կերպ ասած, այդպես ուրիշ չինարենով, չինականով եզ է նշանակում, ցուլը մեկ-մեկ խառնում եք ամսվա ծնվածների հետ։ Ովքեր այստեղ են նայում, պետք է հասկանան, որ սա միայն չինականով է եւ տարվա ծնված ցուլն է սա։ Ինչ է սպասվում ցուլերին ինչու դեկտեմբեր, սեպտեմբերի 30-ին, ինչ-որ մի բան է ձեզ հետ կապված աչքի, դեկտեմբերին միգուցե ինչ-որ մարդկանց ծնունդ է, կամ դեկտեմբերին ինչ-որ բան եք որոշել անել, օրինակ գնալ Հայաստան կամ նման ինչ-որ պահեր։ Այդ օրը փոփոխություն կմտնի ձեր կյանք, փոփոխություն տեղի կունենա, ոմանց մոտ ծննդաբերություն է, ոմանց մոտ հղիություն է, ոմանց մոտ հենց փոփոխություն է ձեր կյանքում, ինչ-որ մի բան կփոխվի ձեր կյանքում։ Նաև տեղափոխություն մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, քաղաք եւ դրանով կարող է փոխվել ձեր կյանքը։ Հաջողություն կա այդ օրը ինչ որ անում եք, հաջողությամբ կանեք։ Եվ եթե այստեղ տանից տուն եք տեղափոխվելու, ապա ձեր տունը կմաքրեք։ Եթե ոչ, ապա ուշադիր եղեք, որպեսզի ինչ որ մարդկանց հետ չվիճեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին սեպտեմբերի 30-ին։ Այդ օրը ոմանք առիթի կլինեն, նա որ աղջիկա հետ է կապված այդ առիթը, տեսնենք ով է այս աղջիկը, հասկանանք։ Դե կարող է նաև ձեր աղջիկն է ամուսնանում, ձեր քույրն է ամուսնանում եւ դուք մի փոքր անհանգիստ եք, լարված եք։ Նաև սա ինչ-որ առիթ է, որ այդ օրը կգնաք, նաև որևէ մի տեղ կգնաք, որտեղ շատ մարդիկ կան։ Միգուցե այգի է, միգուցե կինո է, թատրոն է, ինչ-որ մի տեղ, փառատոն է։ Նաև դա ինձ առիթ է, որ պատրաստվում եք այդ աղջկա համար եւ անհանգստանում եք իր համար։ Թե ինչպես կձևավորվի օրինակ իր անձնական կյանքը կամ նման ինչ-որ պահեր։ Եվ տան հետ կապված իրադարձություններ, ոմանք տանից տուն են տեղափոխվելու, ոմանք հենց ինչ-որ առիթը տանն է տեղի ունենում, ընտանիք կարող եք կազմել կամ վերադառնալ տուն գնել, տուն վաճառել, տուն վարձակալել, տեղափոխվել, տուն ուբոր կանել, մաքրել, այդպես մեծ մաքրություն անել, ինչ-որ բան է տան հետ կապված, մի խոսքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին սեպտեմբերի 30-ին։ Երեխաների հետ կապված որից իրադարձություն է, ոմանք ծննդաբերում են հղիություն է սա նաև, կամ գնում եք բժշկի, այնտեղ եք իմանում, որ հղի եք։ Նաև նոր գործ է, նոր բիզնես է, ոմանք կարող են շարունակել իրենց ընտանեկան բիզնեսը, ոմանք ընտանիքով սկսեն, ոմանք ծնողների բիզնեսը կարող է որոշեն շարունակել, եթե կանգնած էր, մնացել էր, մտածում եք դե ես ուր են թվերն ուր, եւ հիմա զգում եք, որ իրոք այն թվերի բաները հիմա շատ անհրաժեշտ է, եւ նորից վերականգնեք այդ գործունեությունն անեք։ Նոր կյանք է, նոր կյանքի սկիզբ է նաև, ընտանիք, ընտանեկան կյանք, ոմանք այդ օրը կանցկացնեն ծնողների հետ, կամ կգնաք ձեր ծնողներին տեսնելու, գնաք գեղեցկության սրահ, բժշկի, ինչ-որ բժշկական կենտրոն, կզբաղվեք ձեզանով, նաև հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, կամ նաև ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին սեպտեմբերի 30-ին։ Շատ շփում, խոսակցություն, բամբասանք, մարդկանց հետ կարող եք շփվել, ձեր ընտանիքի հետ կարող եք շատ շփվել, նոր ծանոթությունների հետ եք դեռևս շատ շփվում, այդ նորեն սկիզբն է, այդ բայերին դե շատ եք չէ շփվում, հետո մեկ էլ օպ սկսվում է օրվա մեջ մեկ երկու անգամ ասում եք ուր մնաց այն սերը, որը օրվա մեջ 10 անգամ զանգում էր, այդպես։ Հաջողություն ունեք, նաև այդ օրը ինչ գործեր էլ անեք, միևնույն է հաջողություն ունեք։ Դե շփումը ես ուղղակի օրինակ բերեցի, յուրաքանչյուր մարդու հետ կարող եք շփվել։ Եվ ոմանք ճանապարհ կարող են գնալ, ինչ-որ մարդիկ երկար ճանապարհ, ինչ-որ մարդիկ ուղղակի տարբեր ճանապարհներ, այստեղից այնտեղ կարող եք գնալ։ Ձեր գործերը այդ օրը նաև կմղեք առաջ։ Այն գործերը, որոնք որ կանգնացրել եք, որոնք որ մնացել էին եւ ոնց որ քանի հաջողությունը կա օրվա ընթացքում կարող եք անել դա։ Դե տեղափոխություն է դա նաև նշանակում։ Մեկ այլ քաղաք կամ մեկ այլ տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օցերին։ Ինչ է սպասվում օցերին սեպտեմբերի 30-ին։ Իմաստություն, հենց օցերի բնույթն է դա, նա իմաստություն, նաև նոր կյանքի իմաստ կգտնեք, ինչ-որ կզգաք, որ ավելի մեծական եք, ավելի մեծավարի եք որոշումներ կայացնում, ուրիշ ձև եք նայում, ինչ-որ հարցին։ Նաև ինչ-որ մարդկանց հետ շրջապատված կլինեք, ոմանք պետական աշխատողների, ոմանք ուղղակի լավ շրջապատ է, որտեղ որ դուք կգտնվեք։ Նաև էմոցիոնալ կլինեք այդ օրը, էմոցիոնալ օր է, կարող է ընկերների շրջապատում շատ եք շփվում, այդպես էմոցիաներ են, ոմանք է կարող ինչ-որ մի տեղ եք գնացել, որտեղ էլի տենց ինչ-որ պաշտոնավոր մարդիկ կան, կամ ինչ-որ վեբինարի եք մասնակցում, կամ նման ինչ-որ տեղ եւ այնտեղ է էմոցիոնալ եք։ Ոմանց մոտ ինչ-որ մի բան, այդպես ոնց որ գաղտնիք կմնա, ինչ-որ մի բան անհայտ կմնա, ինչ-որ մի բան չեք կարող հասկանալ մինչև վերջ, ինչ տեղի ունեցավ, ինչ կատարվեց, այդպես։ Եվ դե շատ շփում, շատ խոսակցություններ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին սեպտեմբերի 30-ին։ Խորամանկ անձնավորություններ, ովքեր որ ձեր կյանքում են այդ օրը, ինչ-որ բաներ կարող են առաջարկել, ինչ-որ մի բաներ ասել։
Ուրեմն խորամանկ անձնավորություն, ով որ, չգիտեմ, որտեղ կանգ առավ, որովհետև հեռախոսս ուզում էր անջատվեր, ամենայն դեպս խորամանկ անձնավորություններ կան, ովքեր որ այդ օրը կփորձեն ձեզ խաբել, գուցե ինչ-որ հարցերի մեջ ներքաշել, նաև այստեղ կարող կապված է ոչ առիթի հետ, կամ հասարակական գործիչ է, միգուցե իր մասին կլսեք, կամ կարող վստահել, բայց զգալ, որ խաբեություն է, ոչ բոլոր հասարակական այդպես գործիչները կամ մարդիկ են, ովքեր որ իրենց ցույց են տալի եւ այլն, իրանք մաքուր են։ Դե համար ուշադիր եղեք։ Նաեւ կարող է ինչ-որ մի տեղ, օրինակ գնաք, փորձեք ինչ-որ մի բան գնել, օրինակ տոմս, թատրոնի եւ այլն, եւ այդտեղ կարող են նաեւ խաբեություններ լինել։ Ինչ-որ կարող է հասարակական կյանքի լավ խոստանում, ինչ-որ մի բան է խոստանում, որը չկա, հա, օդի մեջ է։ Դուք ինքն այդ մտածեք, որ անհնարին է ինքը ձեզ խաբի, այդպես, բայց նորմալ մարդ չէ ինքը։ Եվ այդ օրը կարող եք հանդիպել, շփվել ոչ տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Իր հետ բավականին երկար ժամանակ կարող եք անցկացնել։ Նաև ժամանակն է, որ դիմեք այդ տղամարդուն, գուցե ինչ-որ մեկն է, մասնագետ է, կարիքը կա եւ պետք է անպայման իրեն դիմել, իր հետ խոսել։ Ինչ-որ մի տղամարդ է, ով որ ժամանակ չի հատկացնում, գուցե ձեզ կամ նման ինչ-որ հարց է ժամի կամ ժամանակի հետ է կապված։ Եվ այդ օր ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք, ինչ-որ մարդկանց հետ չվիճեք թեկուզ այդ տղամարդու հետ, եթե ինչ-որ ժամանակ չի հատկացնում կամ նման ինչ-որ պահեր են։ Կամ ինչ-որ այդ տղամարդու պատվերը լինի, օրինակ պատվիրել է եւ ինչ-որ կարճ ժամանակ է տվել եւ այդ կամ հա կարճ ժամանակ ունեք դուք անելու եւ ոնց որ արագ պետք է անեք։ Դա համար կարող է նաեւ վեճ առաջանա այդ արագության համար։ Դա համար ուշադիր եղեք։ Դեպի եթե արագ են պատվիրում, պետք է շատ վճարեն։ Դա մեկ ընդմիշտ հիշեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այծերին, նաեւ ոչխարներ են նշանակում։ Ինչ է սպասվում այծերին սեպտեմբերի 30-ին։ Ուրեմն օձերեն սան կարող է լինել բամբասանքներ, այդ աղջկա վերաբերյալ նաև կարող է լինել վատ վերաբերմունք, նաև իմաստությունը, դա որ դուք լինեք իմաստուն ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ գործեր անելու ավարտելու համար, այո, որ ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը։ Նաև տեսնենք ով է այս աղջիկում հետ կարող եք հանդիպել, շփվել, կարող է հեռվից է, օտար երկրացի է կամ օտար երկրում է ապրում կամ ձեզանից բավականին հեռու է։ Ձեր ցանկությունների աղջիկն է, տղաների համար կարելի է այդպես ասել, եւ դուք այստեղ կարող եք ամուսնության առաջարկ անել իրեն։ Ոնց որ ի վերջո, վերջապես գտակ դուք ձեր երկրորդ կեսին եւ կարող եք ամուսնության առաջարկ անել։ Ինչ որ տեղեկատվություն կարող եք իմանալ այդ աղջկանց կամ այդ աղջիկը կարող է գալիս է։ Նա օտար երկրում էր ապրում, հիմա գալիս է։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն, նաև սա գործարք է, ում հետ որ կնքում է, կարող այդ աղջիկը այդ է գործարք կնքում, նաև ինչ որ գործ է, որ ցիկլային է, որ անդադ պետք է անեք, հա նույն գործն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին սեպտեմբերի 30-ին։ Բավականին շատ զրույց կունենաք տարբեր մարդկանց հետ, հնարավոր է նաև ընտանիքով, ինչ-որ բան քննարկեք, փոփոխության մասին խոսեք ընտանիքով։ Նաև
Ինչ որ մի թեմա է, կարող է նստում եք ընտանիքով, քննարկում եք կամ մտածում եք այո, արժի տեղափոխվել մեկ այլ երկիր, արժի գնալ այստեղ, ինչ որ բաներ են, որոնք որ քննարկում եք դուք։ Նաև հեսա բամբասանք է, միգուցե ձեր ընտանիքի մասին են բամբասում, միգուցե ձեր մասին են բամբասում, ձեր գործունեության մասին, աշխատանքի վայրում եւ այլն։ Ոմանք կզբաղվեն տան հարցերով, տունը կարգի կբերեք, կմաքրեք, կամ տեղափոխվեք, կամ կհավաքեք տունը, հա, որ տեղափոխվեք։ Նաև ընտանիքի անդամների հետ ուղղակի կարող եք անցկացնել օրը։ Եվ փոփոխություն կմտնի ձեր կյանքում, ոմանց մոտ հենց տեղափոխությունն է փոփոխություն բերելու ձեզ մոտ, ոմանց մոտ երկիրը, որ տեղափոխվում եք այդտեղ, կարող է եւս փոփոխություն եւ գլոբալ փոփոխություն, հա, մարդու կյանքում 1 աստիճան 1 րոպեում, հա, 170 աստիճան կարող է փոխվել, անգամ 360 աստիճան։ Շատ մարդկանց մոտ կա այդպես 1 րոպեում, ամեն ինչը փլուզվում է, մեկ ուրիշ բան է կառուցվում տեղը։ Եվ հղիությունը կամ ծննդաբերություն ոմանց համար եւս փոփոխություն է դա կյանքում ինչ որ մի բանի։ Կարծես թե այս փոփոխությունը ձեզ մոտ շատ է ընկնում, երևի թե պետք է սպասել իրոք ռեալ մեծ փոփոխությունների։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին սեպտեմբերի 30-ին։ Շատ շփում, բամբասանք, խոսակցություններ կարող է լինել նաև։ Ոմանք պատրաստվում են ծնունդի, գնան առիթի, կամ ոչ հասարակական վայր կարող եք գնալ, որտեղ բավականին շատ մարդիկ կան, այնտեղ կարող եք շատ շփվել, կարող եք գնալ կինո, թատրոն, ոչ է փառատոնի, նաև այդ օր ուշադիր եղեք սուր գործիքներից, եթե ճանապարհ եք գնալու եւս ուշադիր եղեք։ Կարող եք նաև վիճել ինչ-որ մարդկանց հետ եւ հանել ձեր կյանքից կամ որոշել զբաղվել հասարակական կյանքով եւ ամեն ինչ փոխել ձեր կյանքում, ամեն ինչ հանել, հեռացնել, այդպես։ Ինչ որ բաներ են, որոնք որ կարող եք հանել ձեզանից։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին սեպտեմբերի 30-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է, այս տղամարդը։ Պետական աշխատող է, ձեր շրջապատից է նաև կամ պետական աշխատող է, պաշտոնյա է, ով ձեզ շատ լավ խորհուրդներ կտա, իմաստուն խորհուրդներ կտա, միգուցե ինչ-որ բան մտցնի ձեր կյանք, որ փոխի ձեր կյանքը ամբողջովին, նոր իմաստ ստանա ձեր կյանքը։ Միգուցե երկրորդ կեսը։ Նաև տանը, ոմանք կարող են տանը որոշել աշխատել, ինչ-որ մի բան սկսեք անել տանը, բզբզակ։ Ինչ էլ որ ուզում է լինի, միևնույնն է, ինչքան գումար որ կողքից գալիս է, եթե մարդը ինչքան էլ աշխատում է այստեղ, եթե ժամանակ ունեք կամ այդքան հոգնած չեք լինում կամ շաբաթ-կիրակի տունն եք, ինչ որ մի բան անելուց եւս էլի եւ կարող եք հանգստանալ եւ կարող եք գումար վաստակել, ինչու՞ չէ։ Նաեւ տան հետ կապված ինչ որ գործերով կարող եք զբաղվել, տունը մաքրել, հավաքել, տունը տան գործը վաճառել կամ տեղափոխվել, այդպես հավաքվել, ընտանիքի անդամների հետ անցկացնել, տանը նստած լինեք շատ ժամանակ, ընտանիքով։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, պետք է շատ աշխատեք, կարող հենց ուշ եք վերադառնում տուն, աշխատանքում առաջ խաղացում, ինչ-որ բաներ լավ կանեք։ Ձեզ կարող է սա հենց ձեր տնօրենն է եւ ձեզ ասում է, որ ինչ-որ կամ պարգևատրում է կամ ինչ-որ մի բան է։ Օրինակ աշխատանքային տուն է տալիս ձեզ, որ մնաք։ Դա մի քիչ Հայաստանի համար չի, դրա համար նման բաներ չեմ ասում, բայց եւս պետք է դուք ովքեր որ ապրում են օտար երկրում, գիտեմ, որ շատ դեպքերում կան նման, տնօրեններ, օրինակ ինձ մոտ էլ կան լիքը մարդիկ, որ ապրում են հենց այդտեղ վերևում տներ է սարկած, շատ չխորանամ, որտեղ որ ապրում են մարդիկ,
ովքեր որ հեռվից են գալիս, ուղղակի իրենց աշխատանքի է պետք եւ իրենք հենց այդտեղ ապրում են։ Եվ սա նույնպես հա կարող է ձեր տնօրենն է օրինակ ձեզ տուն է տալիս, տարածք է տալիս, որտեղ որ դուք կարող եք ապրել։ Եվ ուսման կենտրոններն էլ են այդպես, հա, ոչ միայն աշխատանքային, սա նաև կարող ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, կարող ինչ-որ մեկին տուն եք տանում, նաև ուսման կենտրոն է, որը որ օրինակ կան շատ, որտեղ որ տուն են հատկացնում եւ գալիս մնում են մարդիկ եւ սովորում, հետո լքում այդ տարածքը։ Ոմանք պատվերներ կընդունեն կամ կարող խոսել հաճախորդների հետ, շատ շփում լինի այդ օրը հաճախորդների հետ, ոնց որ տանը նստած, հա, եւս էլի աշխատեք հաճախորդների հետ այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին սեպտեմբերի 30-ին։ Շատ ոգևորված կլինեք, տարբեր տեղեր կգնաք, սա կանեք, նա կանեք, հա ինչ-որ բաներ կանեք, այդպես տարբեր։ Նաև հյուրեր կընդունեք, կամ դուք կգնաք հյուր։ Ինչ-որ բաներ եք պատվիրել, կարող դա են բերում, ձեզ տալիս, հա, փոստատարն է, սա օրինակ, ճանապարհ կգնաք։ Կամ ճանապարհներին, հա, այստեղից կգաք, այնտեղ կգնաք, այսպես ոնց որ ասում, մտնում եք տուն, մի հատ սուրճ եք խմում, նոր դուրս եք գալի, մտնում եք տուն, մի հատ սուրճ, մի հատ հաց, նոր դուրս եք գալիս, դա ես եմ, այդպես։ Նաև նոր ծանոթություն կարող է լինել դրսում կարող եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Նաև այդ օրը երկեսանի մարդիկ կան, ովքեր որ ձեզ ինչ-որ սարեր ձորեր կարող են խոստանալ, մի հավատացեք այդքան, եթե ինչ-որ բան են առաջարկում, ապա մի քանի անգամ իրենց նման 3 երեսով պետք է ուսումնասիրել մի հատ տարբեր տեսանկյուններից, հասկանալ որտեղ են ուզում խաբել եւ նոր կամ ընդունել կամ մերժել։ Այդ օրը նաև կարող են ձեզ օգնել ինչ-որ մարդիկ, կարող դուք դիմել, կարող եք նաև չդիմել, բայց իրենք որոշեն, որ ձեզ պետք է օգնել, հա, ինչ-որ ուժ տան ձեզ, թեկուզ, կամ ֆինանսապես կարող են օգնել։ Նաև եթե մեքենա եք վարում, ապա ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, հա, այստեղ արդեն դա պետք է հաշվի առնեք, որ կարող եք հանդիպել իրենց ուժային կառույցի ներկայացություն կամ ինչ-որ մեկը կարող ծանոթանալ, որպես երկրորդ կես այդպես շփվեք իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։